Մարզկենտրոնի անցնող շաբաթվա անցուդարձով մարզային Ֆորտունա հեռուստաընկերության եթերում Վանաձորյան օրեր հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Բարև ձեզ։ Օրակարգային ինչ հարցեր քննարկվեցին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում։ Իմացեք հաղորդման առաջին ռեպորտաժից։ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ամենշաբաթյա հաշվետվությանը քննարկվեց նախ քաղաքի սանիտարական մաքրության հարցը։ Քաղաքապետ Սամվել Դարփինյանի խոսքով վերջին շրջանում բավականին բարձրացել է քաղաքի մաքրման աշխատանքների որակը։ Շարունակում է լարված մնալ աղբամուխների եւ աղբարկղերին հարող տարածքների պատշաճ մաքրման հարցը։ Յովա ամենօրյա ուշադրություն դարձնել աղբամուխների մաքրմանը եւ աղբարկղների տարածքների մաքրմանը։ Աղբարկղները դատարկ են լինում, բայց նրանք շրջակայքը կամ շինարարական աղբով կամ չգիտես, կենցաղային աղբի որոշ քանակությունով անընդհատ տարածքը ոչ պատշաճ վիճակում է։ Շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 36 թափառող կենդանի, կատարվել 1 տոննա աղատրման աշխատանքներ, դրանք դեռևս ընթացքի մեջ են։ Փոխարինվել է փողոցային լուսավորության 42 վառված լամպ։ Կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանի խոսքով 121 լամպ դեռևս ենթակա է փոխարինման։ Քաղաքապետը հանձնարարեց շուտապույտ վերացնել նաեւ Դեմիրճան Բաղրամյան փողոցների խաչմերուկի լուսացույցի անսարքությունը, նաեւ հետևել, որ քաղաքում չլինեն բաց դիտահորեր։ Հաջորդ զեկույցը համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պարավյանինն էր։ Լուծում կստանա Ռուսթավի 7 շենքի ջրամատակարարման բազմամյա խնդիրը, զեկուցեց վերջինս։ Բնակիչների գլորի ջրմուխ կորելու եւ մեր հետ համատեղ ուսումնասիրել է Ռուսթավի 7 շենքի ջրամատակարարման խնդիրը, այդտեղ մեծ խնդիր կա, որտեղ ջրամատակարարումը վատ է եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեփականատերի կողմից պոմպ պետք է գնվի եւ ջրմուխ կողմի պետք է տեղադրի այդ պոմպը ջրամատակարարումը նորմալացնելու համար։ Նախորդ շաբաթվա ընթացքում ձմեռային մարզաձևերի մարզադպրոցի սաները Ծաղկաձորում մասնակցել են Հայաստանի Հանրապետության լեռնադահուկային առաջնությանը 3 տարիքային խմբերում։ Ունեցել ենք 8 մրցանակակիր 3 տարիքային խմբերից էլ, զեկուցեց ֆիզկուլտուրա եւ սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը։ Փետրվարի 1-ից 7-ը Ծաղկաձորում անց է կացվել ձմեռային մարզաձևերի մարզիչների որակավորում։ Վանաձորից վերապատրաստման դասընթացների մասնակցել եւ համապատասխան որակավորում է ստացել 4 մարզիչ, շարունակեց բաժնի պետը։ Լոռի ջրմուխ գոյուղի Փակ բաժնետիրական ընկերության ենթակայության 26 վթար վերացվել է։ Աշխատանքներ են տարվում Ներսիսյան 4 եւ Հերացի 7 հասցեների ջրագծերի վթարավերացման ուղղությամբ։ Կրթության եւ մշակույթի բաժնի պետն էլ խոսեց շաբաթվա ձեռքբերումներից։ Դատարանի գլխային ֆոնդը համաձայն նպատակով ձեռք է բերվել երկրի դրախտավորիչի անձնանակ, հավաքել է մշակութային հիմնարկների 2014 թվականի աշխատությունների եւ 2015 թվականի աշխատանքային պլանները։ Փետրվարի 2-ի դրությամբ տրամադրվել է բոլոր մշակութային հիմնարկների վերաբերյալ տեղեկությունները, ձեռք է բերվել պայմանավորվածություն HK Production CP-ի հետ, Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում նախատեսվող համերգի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ եւ հորովել համերգին Հայաստան Հանրապետության գրեթե բոլոր միջոցառումների գրավելու ծրագիրը։ Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Սամվել Դարփինյանի կողմից տրվեցին մի շարք հանձնարարականներ համապատասխան բաժինների պետերին։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Վանաձորյան օրեր։ Փետրվարի 9-ին, ինչպես հանրապետության տարբեր քաղաքներում, մարզկենտրոնում եւս ձյուն տեղաց։ Այն, որքան սպասված էր քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի համար, իրականացվելիք լոռվա ձմեռ մարզատոնահանդեսի կազմակերպման տեսակետից, այնքան էլ չսպասված կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի համար։ Ինչ լուծում է գտել քաղաքապետարանը համայնքի ձմեռային պաշտպանություն իրականացնելու համար, պարզել է մեր նկարահանող խումբը։ Վանաձորի ձմեռային պաշտպանության հարցը լուծված է։ Կրկնակի մրցույթների ժամանակ հայտեր չլինելու պարագայում քաղաքապետարանը ուղիղ պայմանագիր է կնքել նախորդ տարիներին քաղաքի ձմեռային պաշտպանությունն իրականացնող Վանաձոր Սանմաքրում բաց բաժնետիրական ընկերության հետ։ Պայմանագրի ժամկետը դարձյալ 1 տարի է։ Նշված ժամանակահատվածի համար համայնքային բյուջեից հատկացվող 5 միլիոն դրամից 1 միլիոնը տրամադրվել էր դեռ հունվարին աշխատանքների իրականացման համար։ Եվս 4 միլիոնը ըստ կնքված պայմանագրի կծառայի տարվա մնացած ամիսների աշխատանքներ կատարելու համար։ Փետրվարի 9-ին տեղացած ձնից Վանաձորի ճանապարհներն ու մայթերը մաքրելու համար գործի է դրվել ողջ տեխնիկան։ 2 օրվա ընթացքում կատարվել շուրջ 13 տոննա աղատրման աշխատանքներ։ Քաղաքի բոլոր մասերում աշխատանքներ կատարվել է, սկսած Տավրոսից Երևանյանով, Վազումով, բոլոր տեղերին կատարել ենք աշխատանքներ։
Բաժնի պետի հավաստմամբ այս պահի դրությամբ մարզկենտրոնի բոլոր ճանապարհները երթևեկելի են, իսկ քաղաքի մայթերը համապատասխան տեխնիկայով մաքրվելուց հետո ևս մեկ անգամ մաքրվել են քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Նեցուկ կազմակերպության կողմից։ Գոհար Մովսիսյան, Տիգրան Բարսեղյան, Վանաձորյան օրեր։ Շարունակում ենք հաղորդումը։ Անցնող շաբաթ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանը խորհրդակցություն է անցկացրել ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների տնօրենների հետ։ Քաղաքապետի կողմից հանձնարարվել է խիստ ուշադրություն դարձնել տրանսպորտային միջոցների արտաքին և ներքին մաքրությանը տեխնիկական վիճակին։ Ներհամայնքային երթևեկությունը կազմակերպող ընկերությունների տնօրեններին հանձնարարվել է նաև երեկոյան ժամերին երթուղայինների կողմից սահմանել հերթապահություն։ Երթուղայինների վարորդներին արգելվել է ծխել մեքենայի ղեկին։ Անդրադառնալով վերջերս քաղաքացիներից մեկի կողմից բարձրացված այնահասանքին, թե երթուղայիններից մեկի վարորդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, Սամվել Դարփինյանը պահանջել է բացառել նման դեպքերը, հիշեցնելով, որ նման դեպք գրանցվելու դեպքում պատժվելու է ոչ միայն տվյալ վարորդը, այլև համապատասխան երթուղին սպասարկող կազմակերպության տնօրենը։ Տեղեկացվել է նաև, որ ինչպես քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման տրանսպորտը համակարգող բաժնի պետի, այնպես էլ համայնքի ղեկավարի անմիջական մասնակցությամբ պարբերաբար իրականացվելու են անակնկալ շրջայց ստուգայցեր։ Վանաձոր համայնքի ավականին քաղաքապետարանի աշխատակազմը քաղաքապետ Սամվել Դարփինյանը վշտացած են մարտական հենակետում զոհված զինծառայող ավագ լեյտենանտ մեր համաքաղաքացի 24-ամյա Տիգրան Սամվելի Սիմոնյանի մահվան կապակցությամբ։ Կիսելով կորեսյան ծանր վիշտը մենք մեր զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հասակակից ընկերներին և ողջ հայ ժողովրդին, նշված է Սամվել Դարփինյանի ցավակցական ուղերձում։ Հաղորդման այս հատվածում անդրադարձ մարզկենտրոնի մշակութային կյանքին, ինչ փոփոխություններ և ինչ նորամուծություններ սպասել այս տարի պարզաբանում է կրթության և մշակույթի բաժնի պետը։ Վանաձորի քաղաքապետարանում անցկացվել է 2015 թվականին համայնքում մշակութային միջոցառումների կազմակերպման ու անցկացման համար հայտարարված մրցույթը, որին հայտ էր ներկայացրել երկու կազմակերպություն՝ Մոնտեմար և Smart Solutions սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։ Տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների համար քաղաքապետարանի հայտարարած նախահաշվային գինը 16 միլիոն դրամ էր։ Մոնտեմար ընկերությունը մրցույթի հաղթող է ճանաչվել ներկայացնելով 15 միլիոն 520 հազար դրամ արժողությամբ ծրագրային փաթեթ։ 2015 թվականի ընթացքում քաղաքապետարանի կողմից նախատեսվում է անցկացնել թվով 22 մշակութային միջոցառում։ Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գորբադյանի հավաստմամբ այս տարի իրականացվելիք միջոցառումների ցանկում զգալի փոփոխություններ կան։ Նոր միջոցառումներ ունենք, նվիրված պարարվեստին, նվիրված մարզի այլ քաղաքներում համերգային ծրագրով հանդես գալ։ Միջոցառումները պետք է փորձենք արմատապես տարբերել անցյալ տարվա միջոցառումների անցկացման ձևից։ Կրկնություն իհարկե չի լինի, կաշխատենք նաև մեր ազգաբնակության օգնությամբ եւ առաջարկով։ 2015 թվականի ծրագրային առաջին միջոցառումը նվիրված էր հայոց բանակի կազմավորման 23-րդ հոբելյանին, որի համար համայնքային բյուջեից ծախսվեց 116,400 դրամ։ Արդեն իսկ մշակույթի բաժինը պատրաստվում է մարտի 8-ի և ապրիլի 7-ի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների կազմակերպմանը։ Համայնքը լրջորեն պատրաստվում է նաև հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում կազմակերպվող ծրագրի իրականացմանը։ Համայնքի ղեկավարի կողմից արդեն կա առաջարկ եւ կարգադրություն, որպեսզի մեր կատարողական խմբերը հանդես գան մարզի այլ քաղաքներում։ Հիմա խորհրդակցության ժամանակ այդ հարցը կքննարկվի, ինչքանով է դա իրատեսական, որտեղ դա որոշակի ծախսերի հետ է կապված։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս վանաձորցիներին հաճելի անակնկալներ են սպասվում։ Բոլոր այն նորամուծությունները, որոնք նախորդ տարի հաջողությամբ կնքվեցին եւ դրական արձագանք գտան վանաձորցիների շրջանում, այս տարի ոչ միայն անպայմանորեն կշարունակվեն, այլև կունենան նոր զարգացումներ, վստահեցնում է բաժնի պետը։ Այդ ավանդույթները զարգանում են, ոչ թե նույնն են մնում, այլ զարգանում են։ Մենք փորձում ենք մեր հասարակության համար իրեն ժամանց կազմակերպել ավելի բարձր մակարդակով։ Այս տարի արդեն քաղաքապետարանը ձեռք է բերել պայմանավորվածություն այգիներում անվճար հիմունքներով Wi-Fi ապահովելու նպատակով, այստեղ ևս հետաքրքիր ժամանց ապահովելու համար։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Վանաձորյան օրեր։ Քննարկումներ Վանաձորում Եղեռնի մեկդարյա տարելիցին ընդառաջ, մանրամասները ներկայացվող տեսանյութում։
Ինչպես մարզի մնացած համայնքներում, այնպես էլ մարզկենտրոն Վանաձորում կազմակերպվում են հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում է 1915 թվականի հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը։ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Վանաձորի քաղաքապետարանում առաջին քննարկումը տեղի ունեցավ դեռ փետրվարի սկզբին։ Կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ։ Խորհրդակցությանը ներկա էին մարզպետարանի համապատասխան բաժինների պետեր, Վանաձորի ավականու անդամներ, հասարակական քաղաքական գործիչներ, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկությունների տնօրեններ, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, բաժնի աշխատակիցներ։ Խորհրդակցության նպատակը մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների բարձր մակարդակի ապահովումն էր։ Եղան բազմաթիվ առաջարկներ և հնչեցին տարաբնույթ կարծիքներ։ Նախատեսվում են ևս մի քանի նմանատիպ հանդիպումներ։ Ծրագրի վերջնական տարբերակը նախապես կներկայացվի հանրությանը։ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի հերթական հաշվետվության ընթացքում ևս քաղաքապետ Սամվել Դարփինյանը անդրադարձավ հարցին, հանդես գալով առաջարկությամբ։ Այն է, համայնքի ավականուն ներկայացնել նախագիծ հետևյալ ծրագրային առաջարկներով։ Վանաձորի երիտասարդական այգին անվանակոչել արևմտահայ գրող Ռուբեն Սևակի անվամբ, ով ևս 1,5 միլիոն հայերի թվում զոհ գնաց թուրքական յաթաղանին, ինչպես նաև թիվ 6 երաժշտական դպրոցը վերանվանել Կոմիտասի անվան։ Առաջարկություններից զատ համայնքի ղեկավարի կողմից տրվեց նաև հանձնարարական։ Կոմիտասի անվան փողոցը լրիվ բարեկարգել մինչև ապրիլի 24-ը։ Քննարկումները մարզկենտրոնում կշարունակվեն առաջիկա շաբաթվա ընթացքում ևս, որից հետո հենց այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից արդեն իսկ ընտրված ծրագրերը կհանձնվեն կառավարության քննարկմանը։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Վանաձորյան օրեր։ Հաղորդման վերջում մեկ մարզական նորություն։ Պատմություն դարձավ Լոռվա ձմեռ 2015 45-րդ ավանդական մարզատոնահանդեսը։ Հոբելյանական Լոռվա ձմեռի անդրադարձը հաղորդման վերջին ռեպորտաժում։ Ավելի քան 3 միլիոն դրամ համայնքային բյուջեից եւ իրականություն դարձավ ևս մեկ Լոռվա ձմեռ։ Հոբելյանական 45-րդ մարզատոնահանդեսը այս տարի ևս Թեժլեռան հովտում իր շուրջը հավաքվեց հազարավոր լոռեցիների եւ ոչ միայն։ Առողջ սերունդ, հզոր հայրենիք, երջանիկ ապագա, կարգախոսն արդեն 45-ամյա պատմություն ունի։ Հասարակությանը ուղղորդել դեպի առողջ ապրելակերպ ու մոտեցնել սպորտին։ Հենց այս նպատակով էլ տասնամյակներ առաջ սկզբնավորվեց Լոռվա ձմեռ մարզատոնահանդեսը, որը մասսայականություն վայելելով ավանդույթի ուժ ստացավ։ Լոռվա ձմեռը սպասված է դարձել ոչ միայն լոռեցիների համար, այլև գնալով ընդլայնում է իր շրջանակները։ Մեր սպասածից ավելի շատ մարդ մասնակցեց այս գեղեցիկ մարզատոնահանդեսին։ Սա խոսում է այն մասին, որ մեր բնակչությունը սիրում է առողջ ապրելակերպը, ուզում է մասնակից լինի այս գեղեցիկ մարզատոնահանդեսին։ Ողջունում եմ բոլոր լոռեցիներին, մեր վանաձորցիներին այս գեղեցիկ մարզատոնահանդեսի կապակցությամբ։ Ամեն տարի մեծ սիրով մասնակցում ենք Լոռվա ձմեռ տոնահանդեսին։ Մեծ շուկով գալիս են երեխաները, միշտ երեխաների համար ցանկալի տոն է այս տոնը։ Եվ շատ հաճելի ժամանակ ենք անցկացնում, շնորհակալություն կազմակերպիչներից։ Լոռվա ձմեռ մարզատոնահանդեսը սպասված իրողությունը նախ եւ առաջ մարզաշխարհի ներկայացուցիչների համար։ Մոտ 2 տասնյակ ձմեռային մարզաձևեր, մրցումներ եւ իհարկե հաղթողներ։ Վերջիններս քաղաքապետարանի կողմից արժանացան պատվոգրերի եւ նվերների։ Ամենակարևորը նա է, որ մեր լոռեցիները, վանաձորցիները շատ մեծ ուրախությամբ են գալիս այս գեղեցիկ կիրճը, որպեսզի տոնախմբությունը իրականացնեն։ Ասեմ, որ բոլորի դեմքին ժպիտ եմ տեսնում, բոլորն ուրախ են։ Եվ ամենակարևորը, որ ինքնաբուխ տոն է, եւ մինչև Լոռվա ձմեռի արարողությունը մի քանի 100 կամ 1000 անգամ զանգում եւ իմանում են Լոռվա ձմեռը երբ է լինելու, Լոռվա ձմեռը երբ է լինելու։ Եվ ի վերջո ժողովրդի համար ցանկալի տոնախմբություն է։ Տեսեք, տարբեր տարիքի, տարբեր հնարավորությունների, տարբեր հասարակության խավերից մարդիկ գալիս եւ լիասիրտ ուրախանում են։ Այ ամենակարևորը ես դա եմ համարում։ Պարային ու երաժշտական համարներ, հեքիաթի հերոսներ, ծնեմարդի պատրաստում եւ ավանդական խարույկ։ Մի խոսքով այն ամենը, ինչը անհրաժեշտ է տոնական տրամադրության համար։ Այսպիսով պատմություն դարձավ նաեւ Լոռվա ձմեռ 45-րդ հոբելյանական մարզատոնահանդեսը։ Միջոցառման կազմակերպիչները վստահեցնում են Թեժլեռան ստորոտում յուրաքանչյուր տարի համախմբվելու են ոչ միայն լոռեցիներ, այլև մարզասերներ աշխարհի տարբեր անկյուններից։ Գոհար Մովսիսյան, Արմեն Շահբազյան, Վանաձորյան օրեր։
Այսպիսին էր Վանաձորի կյանքը անցնող շաբաթվա ընթացքում։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը ձեզ ուզող հարցերը ուղարկելով մեր էլեկտրոնային հասցեին։ Այս շաբաթվա համար այսքանը, մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։